Խոր, Ջանա, այսօր ինչ ենք պատրաստելու։ այսօր պատրաստելու ենք տղամարդու իդեալ, այսպես կոչված մուրսկոյ իդեալ։ Դե գնացինք։ Գնացինք։ Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք տղամարդու իդեալ, այսպես կոչված մուրսկոյ իդեալ։ Ես կասեմ հիմա ինչ բաղադրիչները մեզ հարկավոր։ Մեզ հարկավոր է շաքարավազ, մեղրը կարող է լինել արհեստական, կարող է բնական, ով ինչ ունի ինչ ձեռքի տակ, ալյուր, ընկույզ մանրացած, հավկիթ, վանիլին, սոդա, դարչին։ Իդիպ իր մեջ կա նաև բաղադրատոմսի մեջ կա նաև կոնյակ, բայց կոնյակը ըստ ցանկության, բայց ես չեմ օգտագործելու հիմա, որովհետև իմ ընտանիքի անդամները չեն սիրում։ Դուք կարող եք օգտագործել, իդիպ կոնյակով շատ համեղ ավելի ստացվում, ես նախընտրում եմ կոնյակով։ Հավկիթը և շաքարավազը միասին հարելու ենք։ Եվ սկսում ենք հարել, մինչև փրփրելը։ Հիմա ավելացնում ենք մեղրը։ Ուրին ավելացնում ենք 4 բաղադրիչները և կավելացնենք զանգվածին։ Ալյուրը մաղածը։ Հիմա քիչ-քիչ կավելացնենք ալյուրը։ Խմորային զանգվածը պատրաստ է։ Հիմա ես ավելացնելու եմ մանրացած ընկույզ։ Ես այս տարբերակով եմ նախընտրում։ Ընկույզի մի մասը լցնում եմ շատ մանրացած զանգվածի մեջ, իսկ մի մասը քիչ կտրտած ավելի կրեմի մեջ։ Հիմա մենք յուղաթղթի վրա մի մասը կլցնենք, կտարածենք ու կթխենք ջեռոցում 180 աստիճանի տակ։ Այժմ պատրաստ է մեր առաջին շերտը, ինքը եփվեց 10-ից 15 րոպեում 180 աստիճանի տակ։ Խնդրեմ։ Սա է երկրորդ շերտն է արդեն, հիմա կտեղափոխեմ ջեռոց եփելու եւ
նույն ձևի կանենք երրորդ շերտը նաև։ Այժմ պատրաստում ենք կրեմը։ Սկզբում լավ կհարենք կարագը, հետո քիչ-քիչ կավելացնենք եփած խտացրած կաթը։ Լավ հարում ենք կարագը, լավ հարում ենք, մինչև սպիտակի։ Տեսեք, կարագը ինքը սպիտակել է, լավ հարվել է։ Հիմա ավելացնում ենք եփած խտացրած կաթը։ Մի մասը ավելացնենք, հարենք, հետո մյուս մասը։ Շալի կրեմա ստացվել։ Հիմա մի հատ խառնենք։ Տեսեք ինչ հրաշալի կրեմա ստացվել։ Հիմա հիշում եք, որ ասեցի ընկույզի մի մասը խմորի վրա ենք ավելացրել, մեջը շատ մանրացած։ Սա հիմա մի քիչ ավելի խոշոր է, ավելացնելու ենք կրեմի մեջ։ Շատ համով ու շատ համեղ լինելու, ես հավատացած եմ, որտեղ սիրով ենք պատրաստել։ Խնդրեմ վերջնական տեսքը կրեմի, այսպիսին։ Այժմ քսում ենք կրեմը։ Շատ լավ է ստացվել։ Ստացվել է ընդամենը 3 շերտ։ Մենք հերթականությամբ հեսա կքսենք, վերջում կզարդարենք ընկույզով և շոկոլադով։ Տեսնեք ինչ կարող ենք օգտագործել։ Ըստ հայացողության։ Առատորեն լցնենք կրեմը։ Հիմա դնում ենք երկրորդը, քսում ենք կրեմը, երրորդը և զարդարում ենք։ Հիմա կրեմը քսելուց վերջացնելուց հետո մենք կողքերը կկտրատենք, ոչ գեղեցիկ մասեր են սրանք, կկտրատենք, որպեսզի գեղեցիկ տեսք ստանա և վերջնական տեսքը ձեզ ցույց կտամ։ Սիրելիներս, սա վերջնական տեսքն է, հիմա զարդարենք երկար կտրատված ընկույզով և շոկոլադե հատիկներով։ Ընկույզը շատ առատ է, շատ համեղ կլինի։ Ես սիրում եմ, որ ընկույզը միշտ առատ է լինում։ Բայց երևի դուք նախընտրած տեսք ունեք, կարող եք ուրիշ տեսակ զարդարել, ուրիշ ձևով զարդարել, կարող եք ջնարակ լցնել։ Շատ գեղեցիկ է։